Բարի օր սիրելի երոստատիտող, այսօր պատրաստելու ենք մեքսիկական շատ հայտնի ուտեստ, որը նաչոզն է, դավարի միսով ենք պատրաստելու, իմ ամենասիրած կամ իմ ընտանիքի ամենասիրած ուտեստներից է, հետաքրքիր ձևով է պատրաստվում, մի քիչ սենց խառն եք տեսնելու ամեն ինչ, բայց իրականում վերջավորությամբ, որ սենց իրար վրա հավաքվելու այդ ամեն ինչը մի հատ համոբոչ ունենք ըսկալու։ Ուրեմն այստեղ ունենք արդեն 300-400 գրամ աղացած միս տավարի, այստեղ ունենք մի հատ սոխ, արդեն կտրատել եմ, որպեսզի չիլամ, բացատրել եմ արդեն գիտեք, այստեղ ունենք 3 հատ սխտոր, ունենք լոլիկ, ավոկադո, կանաչ սոխ, համեմ, լայմ եւ մի հատ կծու բղբեղ, այստեղ ունենք կարմիր բղբեղի մածուկ, լոլիկի մածուկ, թթվասեր, հալվող պանիր եւ արդեն մեր նաչոները։ Մեր նաչոները արդեն կտրատել ենք երանգույնների։ Եթե հիշում եք, մենք անցյալին պատրաստել ենք թակոյի տեսակներ, կամ կարող ենք օրինակ տորտիլայի հացիկով, երբ որ սենդվիչ կամ խրխթան ինչ-որ մի բան եք պատրաստում, շուկայում եթե մեծ են, բերում ենք, գդրատում ենք, եթե հիշում եք այդ անցած մեր եթերներին էդի դենց պատրաստել ենք ու ունենում ենք ինչ-որ հացի կտորներ, որը ավելորդ են, չենք գցում, երկրորդ օրը պատրաստում ենք նաչոզ, ստացվում է մեքսիկական շաբաթ, ոչինչ, բայց կարևորը համով ուտելն է։ Դրա համար մենք ես ուզեցի ցես ցույց տամ ոնց է այդ տորտիլա հացիկները հետո կտրատում ու համով նաչոզ պատրաստում։ Այսօր պատրաստելու ենք դավարի մսով մեքսիկական նաչոզ։ Մեզ հարկավոր է մի հատ ավոկադո, մի հատ լոլիկ, մի քիչ համեմ, մի քիչ կանաչ սոխ, մի հատ կծու բղբեղ, հալեպինո եւ մի հատ լայմ։ 300-ից 400 գրամ դավարի աղացած միս, մի հատ մանր սոխ եւ 3 բջեղ սխտոր, 1.5 ճաշի կթալ լոլիկի մածուկ, 1 ճաշի կթալ բղբեղի մածուկ, գես բաժակ թթվասեր, 1 բաժակ հալվող պանիր, մոցարելլա կամ չեդդեր կամ սուլուկունի, տորտիլա հացեր, կտրատած երանգույնների։ Իսկ համեմունքներից օգտագործելու ենք աղ, սև բղբեղ, կարմիր կծու բղբեղ, կարմիր քաղցր բղբեղ, դարչին եւ քիմիոն։ Ինչպես ենք սկսում։ Ստեղ ունենք միսը եւ ստեղ ունենք սոխը, սխտորը։ Սկզբում պետքա միջուկ պատրաստենք միսի, որի վրա համեմունքները հեսա կտեսնեք ինչ ենք ավելացնելու, իմիջայլոց մենք հացիկները պետքա ուղարկենք չերոց, որպեսզի իրենք մի քիչ խրխտան դառնան եւ չորանան։ Բերել ենք այսպիսի մի բան, չերոցի կարող ենք ասել սինի, ավելացնելու եմ հացը, մի թեթև բացելու եմ։ Իրականում շատ մարդ այս հացերը տապակում է ու շատ մարդ մի քիչ սեթ է ավելացնում չերոց ուղարկելուց, ես սիրում եմ իրեն չոր վիճակով տաքացնել կամ չորացնել։ Okay. Մինչ մեր հացերը չորանան, մենք անցնում ենք մեր միսի խառնուրդին։ Բերում ենք իմ սիրած տավաս, վերցնենք մեր միսը ու կանք դեպի այստեղ։ Ցիտապտրից հետ։ Սկզբում ավելացնում եմ սոխը։ Սոխը մաներ կտրատած։ Իշտե ասանք բաներ, սիրելի երոստատիտող, այսօր Լիլիթի եկել է մեր մոտ, սուրճ խմելու, կամ թեյ խմելու։ Համովը թեյ տապացկույն։ Բրավո Մարանիկ։ Համ տվել է։ Հա։ Ահա, սոխը ավելացրեցինք, հիմա պետքա սխտոր ավելացնեմ։ Մի րոպե թողում եմ, բայց անպայման աղ ենք անում սոխին։ Սխտորներ ուզում եմ մի հատ կտրատեմ։
Okay։ Կարող ենք արդեն միսը ավելացնել։ Շատ արագ պետք է մանրացնենք միսը, որ բզդիկ լինի, շատ մեծ չի լինի, որպեսզի հետո տարածենք մեր նաչոզի վրա։ Այսպես։ Ուրեմն, ավելացնում եմ աղ, բղբեղ, կարմիր գծու բղբեղ, քաղցր կարմիր, մի քիչ դարչին, դարչինը այստեղ շատ անուշ համ է տալիս, կիմոն, ու խառնում ենք։ Սենց լավ ջզմում ենք, որպեսզի այդ համեմունքը լավ խառնվի։ Արդեն հոդը ճիշտ պետք է հասկանք։ Yummy։ Մի քիչ թողում ենք, որ լավ դաբակվի միսը, հետո պետք է ավելացնենք լոլիկի եւ բղբեղի մածուկը։ Բայց ես ուզում եմ մի քիչ այս համերը իրար հետ լավ մա ամուսնանան։ Ոնց ասում է շաղիգը։ Հիմա արդեն կարող ենք ավելացնել սխտորը։ Տես ինչ անուշիկ կադր ունես, operator ջան։ Հիմա տենց սոչնիությունը կտեսնեն մեր հերոստատի տողները։ Այո, այսպես պետք է լինի։ Արդեն անուշ հոդերը գալիս են։ Մի քիչ էլ ենք ջզվում մեր միսիկները։ Այն որ փոքր էինք, մեր մամաները ինչ-որ մի բան էին տալիս մեզ, ասում էին միսիկ է, գերեք։ Միչայելոց իմ բաբան քանի որ vegetarian է, այսինքն բուսագեր է, որ դենց էին ասում, ինքը նեղվում էր։ Ասում են ինչու ինչ, միսիկի ինչ է։ Ինքը նեղվում էր։ Ավելացնում եմ լոլիկի մածուկը եւ օպերեյթորին խնդրելու եմ, որ մոդիկանա։ Գնաց։ Բղբեղի մածուկը։ Խառնում եմ։ Օպա։ Yamito։ Ստեղ մի քիչ սկում եմ բղբեղա պետք։ Գծույց։ Մի քիչ ջուր եմ ավելացնելու։ Շատ թեթև, որպեսզի մենք մեր թավան դիգլեյզ անենք, այսինքն այդ համերը սա հավաքենք, ու ինքը դառնա մի քիչ հութալի։ Մի քանի րոպե էլ թողում ենք միսը պատրաստվի ու մենք հիմա ինչ ենք անում։ Ստեղ տեսնում եք պանիրը ամենավերջում է, սմետանը ամենավերջում է, ավելի ճիշտ է թթվասերը։ Ուրեմն ստեղ ունենք լոլիկ եւ ավոկադոն, պետքա կտրատենք։ Սկզբում երևի կտրատենք լոլիկը։ Հիմա պետք է փարակ կտրատենք, այսինքն այսպես։ Այս էլ կտրատենք։
Վերցնում ենք համեմը, նոր ենք կտրատում ենք, այս նաչոզին սալսան է, որը գբարունագ է համեմ, կանաչ համեմ, լոլիկ, մի քիչ սոխ ու վրան լայմ ենք տնելու ու աղ և բղբեղ միան։ Ավելացնում եմ բզդիկամանի մեջ, լվացվեմ ու կամ, իսկ ստեղ լվացվում ենք սավայով, ստեղ միանում այդ կլասիկ երկը, որ սենց կովաստ են գանում, մեր միսը գրեթե պատրաստ է, կարող եմ մի հատ համ դեսել, ընդհանրապես շաղիկական վիճակով միշտ ուդում էի մի անգամից և վարվում էի, հիմա արդեն 2 րոպե սպասում եմ, շատ լավ է, գծուն, վաու, ամեն ինչ իդեալական, ավելացում ենք հացիկները, ավելացնելու ենք միսը, արդեն կարող ենք պանիրը ավելացնել։ Եվ չերոտ։ Դե ինչ, թրել ենք, որպեսզի բանիրը հալի, տեսակ միսը պատրաստ է, հացը չորացած է, ուղղակի պետք է բանիրը հալվի ու հետ բերենք, բայց մինչ այդ, արդեն մենք այս սալսան, որ պատրաստել ենք լոլիկ, սոխ և համեմ, մի թեթև որան ավելացնելու ենք աղ, սև բաբեղ, ու լայմ։ Մնաց կդրենք ավոկադոն, իրականում գեղևը պետք է սենց չի լիներ, օրինավոր ավոկադոյի պես անենք, բայց չստացվեց, ոչինչ, մենք մնում ենք ուրախ, պոզիտիվ, մույսը փորձենք, եթե լինի, հույս կա, մի քիչ, լվացվում ենք
Ավոկադոյի վրա միշտ փորձեք լայմ դնել, որպեսզի գույնը չփոխի։ Կտրատում ենք գծու բաղբեղը ու գնում ենք բերենք մեր նաչոզը չերոցից։ Փորձենք շատ մանր կտրատել, որով շատ գծու է։ Գնանք բերենք նաչոզը։ Wow. Oh my god. Հիմա ինչ ենք անում։ Ուրեմն ունենք սալսան։ Հրավիրում ենք օպերատորին մոդիկանա։ Ավելացնում ենք սալսան։ Ավելացնում ենք տետվասերը։ Ավելացնում ենք գծու բաղբեղները։ Եվ ավոկադոները։ Դե ինձ սիրելիներս, ունենք այսօրվա նաչոզը, տնական պայմաններում պատրաստված, դավարի մսով, մի քիչ երա վրա ավելացրած սալսա, որի մեջ կար լոլիկ սոխ համեմ, ու հետո ավոկադո և թթվասեր։ Մեկ-մեկ ես նաչոզը պատրաստում եմ գուակամոլե սոսով, եթե գուզեք գուակամոլեի բաղադրատոմս, անպայման գրեք, նորեն կպատրաստեմ։ Առաջ որ համտեսենք, ուզում էի հիշացնել, որ չմոռանաք հետևել մեր էջին, Հավիկ Ախնիկ եւ Facebook եւ Instagram եւ իհարկե բաժանորդակրվել մեր YouTube-յան ալիքին, որպեսզի պատճ չթողնեք ոչ մի համով բաղադրատոմս եւ ոչ մի դիտաղելի մոմենտ։ Դե ինչ, արդեն հասել ենք ձեր ամենասիրած վարյանին, ավելի ճիշտ է իմ սիրած, ձեր սիրած չգիտեմ, համտեսում ենք։ Մի քիչ թթվասեր, մի հատ հալեպինո, մի հատ ավոկադո, շատ համով է, անպայման կպատրաստեք, իրականում ասում կփուշմանեք, եթե չպատրաստեք, որովհետև այնքան հեշտ է, ու այնքան պաղաթիչներ հետաքրքիր են, որ սաղի դուները մի քիչ կլինեն, մի քիչ չեն լինի, ոչինչ շուգայից կբերեք, բայց ձեր ընտանիքը շատ ուրախ կլինի եւ շատ գոհ։ Անպայման կպատրաստեք եւ ինձ կգրեք ինչքան եք հավանել։ Չմոռանաք մեզ ամեն օր նույն ժամին դիտել Կետրոն TV-ի եթերում։ Stay tuned.